Բարի երեկո, Ազատության եթերում լրատվական կենտրոնն է։ Այսօրվա թեմաներն են։ Նիկոլ Փաշինյանը հաստատում է, ընտրություններում սահմանադրական մեծամասնության են ձգտում մայր օրենքը փոխելու համար։ Դա մեզ է պետք առաջին։ Մայիսի 28-ին Հանրապետության հրապարակում ռազմական շքերթ կանցկացվի։ Ոչ այնքան զորահանդես, որքան հաշվետվություն Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին։ Տարածաշրջանի երկրները տեղեկացված են։ Զրուցենք։ Փոխադարձ հայհոյանքներով միջադեպ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ։ Վարչապետն ուղիղ չի պատասխանում, Լեռնային Ղարաբաղի հայաթափումը էթնիկ զտում էր։ Թեհրանն ու Վաշինգտոնը հակասական տեղեկություններ են հայտնում բանակցությունների մասին։ Ինչու այրվեց ճարտարապետական նշանակության Կանազի մշակույթի տունը։ Վարչապետը խորացնում է խոսույթը, որ եթե ինքը չվերընտրվի, պատերազմ կսկսվի։ Նիկոլ Փաշինյանն արդեն հայտարարում է սահմանադրական մեծամասնության մասին, չթաքցնելով, որ դա անհրաժեշտ է մայր օրենքը փոխելու համար, անկախության հռչակագիրը փաստաթղթից հանելու համար, բայց նորից պնդում ոչ Ադրբեջանի պահանջով։ Նորից կանենք հանրաքվե։ Մենք կգնանք մեր ժողովրդին, կհամոզենք, կբացատրենք։ Եթե նոր սահմանադրությունը հանրաքվեով չընդունվի, վարչապետը խոստանում է էլի հանրաքվեներ անցկացնել։ Նիկոլ Փաշինյանն այսօր ուղիղ ասաց, նաև այս օրակարգը կյանքի կոչելու համար է, որ իշխող ուժը առաջիկա ընտրություններում ձգտում է ունենալ սահմանադրական մեծամասնություն։ Ինչքան մեծամասնություն ունենանք, այդ թվում սահմանադրությունը փոխելու համար։ Փաշինյանը, որ վերջին 10 օրում ընտրողներին զգուշացնում է, թե իր ղեկավարած ուժի պարտության դեպքում աղետալի պատերազմ է լինելու, անցած շաբաթ պատերազմի պատճառների շարքում մեկն էլ ավելացրեց։ Ելնելու է պատերազմ սեպտեմբերին ու աղետաբեր պատերազմ։ Եթե քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը սահմանադրական մեծամասնություն չեմ ասում ընտրություններում հաղթի։ Ընդդիմությունը, եթե հաղթի, ըստ վարչապետի, խաղաղությունը կփլուզվի եւ պատերազմ կլինի։ Իսկ ինչու պետք է պատերազմ լինի, եթե քաղաքացիական պայմանագիրը հաղթի ընտրություններում, բայց չունենա սահմանադրական մեծամասնություն։ Այսինքն ազգային ժողովի падգամավորների 2/3-ը չլինեն ՔՊԱ-կան։ Նիկոլ Փաշինյանը սա ընտրողներին բացատրեց ոչ այնքան պարզ, բայց հասկացրեց, անկախության հռչակագրից ազատվելու համար է քաղաքացիական պայմանագրին պետք սահմանադրական մեծամասնություն։ 2/3-ի եւ տեսեք, ես նախկինում խոսել եմ անկախության հռչակագրի մասին եւ ուզում եմ հստակ ասել, որ այդ քննարկումները, որ մենք ունենանք նոր սահմանադրություն, որտեղ հղում չկա անկախության հռչակագրին, դա մեզ է պետք առաջին հերթին, որովհետեւ դա նշանակում է այս տարածաշրջանում հարատև պետություն ունենալը դարձնել հնարավոր։ Անկախության հռչակագրի հեռացումը նոր սահմանադրությունից Ադրբեջանի նախագահի գլխավոր պայմանն է, որ ստորագրի հայ-ադրբեջանական խաղաղության նախաստորագրված պայմանագիրը։ Դատելով Փաշինյանի խոսքերից, նոր մայր օրենքի նախագծում չի լինի անկախության հռչակագրի հղումը։ Սակայն հանրաքվեից առաջ խորհրդարանի падգամավորների 2/3-ը պետք է կողմ քվեարկի նոր սահմանադրության նախագծին։ Եթե քաղաքացիական պայմանագիրը չապահովի այսքան падգամավորի կողմ ձայները, նոր սահմանադրության ընդունման օրակարգը կտապալվի հանրաքվեի փուլ չհասած։ Թե այս, թե անգամ հանրաքվեի փուլում նոր սահմանադրության չընդունումը նշանակում է պատերազմ։ Նիկոլ Փաշինյանը հարցը շրջանցում է կրկին ասելով, թե ինչ կլինի, եթե իր ընդդիմախոսները հաղթեն ընտրություններում։ Չէ, գիտեք, սահմանադրությունը փոխվելու մասին չի։ Խոսքը 2/3-ը սահմանադրության մասին է։ Ես ուրիշ բան եմ ասում։ Եկեք այդ երկու երևույթները իրարից տարբերենք։ Ես ասում եմ, եթե այս ընդդիմությունը եկավ իշխանության, ինչը ես իհարկե պրակտիկորեն բացառում եմ ժողովրդի հետ շփումների արդյունքում, ինչու է լինելու պատերազմ։
Սահմանադրական բարեփոխումների խորհրդի անդամ Էդմոն Մարուքյանը, որն արդեն մի քանի ամիս է բոյկոտել է հանձնաժողովի նիստերը, կարծում է այսօր Նիկոլ Փաշինյանն ըստ էության հաստատեց այն, ինչ վաղուց բոլորը գիտեն, սահմանադրությունը փոխվում է Բաքվի պահանջով։ Սահմանադրական դատանի որոշումից հետո, որի համաձայն մեր սահմանադրության տեքստի մեջ, այդ թվում նաև նախաբանի մեջ չկա տարածքային պահանջ հարևան որևէ երկրից, այս թեման պետք է փակվեր։ Բայց քանի որ Ալիևը չփակեց թեման եւ շարունակեց պահանջել սահմանադրությունից փոխել, նոր սահմանադրություն ընդունել ըստ էության, մեր իշխանությունները, այսինքն որպես Ալիևի հանձնարարությունները կատարողներ շարունակեցին այն կատարել։ Մարուքյանի գնահատմամբ նոր սահմանադրության նախագիծը, եթե հասնի հանրաքվեի փուլ, ցանկացած արդյունք խնդրահարույց է լինելու Հայաստանի համար։ Եթե մենք գնանք հանրաքվեի, թե այոն դրա ընդունումը, թե ոչը դրա մերժումը Հայաստանի համար խնդիրներ է առաջացնելու։ Իսկ թե արդյոք այդ հանրաքվեի տապալումից հետո կարողանան նորը անել, դա էլ մեծ հարց է։ Ես չեմ ուզում մենք սարքենք Կիկոսի մահը, Փաշինյանը պետք է ընտրվի, որ կարողանա հանրաքվե անի։ Դրա համար եկեք թողնենք հարցը ընտրվելուն, էլի, այսինքն իր ընտրվելուց է կախված, այս հարցի քննարկումը ակտուալ է թե ակտուալ չէ։ Նոր սահմանադրության տեքստին հանրությունը ծանոթ չէ, Արդարադատության նախարարը խոստացել էր հենց մարտին այն հրապարակել։ Այսօր վարչապետն ասաց, դեռ աշխատում են տեքստի վրա։ Վարչապետը տեղեկացրել է, որ մայիսի 28-ին հանրապետության հրապարակում անցկացվելու է ռազմական շքերթ, ինչպես Փաշինյանն է ձևակերպել, ոչ այնքան զորահանդես, որքան հաշվետվություն։ Մենք այս թեմայով աշխատում ենք, այև աշխատել ենք մեր միջազգային գործընկերների հետ, որպեսզի ընդհանրապես զորահանդեսը ինքը շատ նուրբ երևույթ է եւ կարա նաեւ տպավորություն ստեղծի խաղաղության օրակարգից շեղվելու, խաղաղության օրակարգից հրաժարվելու եւ մենք աշխատում ենք եւ շարունակելու ենք աշխատել միջազգային հանրության մեր գործընկերների հետ, ներառյալ տարածաշրջանի երկրների հետ, որպեսզի նրանք որևէ կերպ դա չընկալեն որպես խաղաղության օրակարգից հրաժարում։ Վարչապետի ասուլիսից չհեռանալով Նիկոլ Փաշինյանն այսօր հրաժարվել է ուղիղ պատասխանել, արդյոք էթնիկ զտում որակում է Արցախի հայաթափումը։ Հայաստանը 3 տարի առաջ վավերացնելով Հռոմի ստատուտը հիմնավորում էր, թե նաև Ադրբեջանին պատասխանատվության կանչելու համար է միանում միջազգային քրեական դատարանին։ Իսկ այդ միֆերը կռվել են միջև վերջ եւ այլն, սուտ է, չի եղել տենց բան, չի եղել տենց բան, փախել են, ճողոպրել են։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է Արցախցիների կռվելու մասին պնդումները չեն համապատասխանում իրականությանը։ Ասաց անհրաժեշտ լինի տվյալները կգաղտնազերծի, բայց երբ որոշողը ինքն է։ Մեր հետախուզության եւ ոչ միայն հետախուզության ունեցած տվյալներով արկա զենք զինամթերքի առյուծի բաժինը, դա կարող է լինել 80%, դա կարող է լինել 90%, մնացել են ձեռք չտված, սենց ասեմ։ Ամուսինս 90-ականների պատերազմը զոհվել տղաս նորազոհվել, որդուս 4 անշապահաս երեխաներ են հետս։ Ձայներ, վախ, սարսափ, սաղ մարտունին թափալ են ապաստարանները, դե ինչ ասեմ, մի սուտկայում ջարդ են արել, իսկական ջարդ։ Լեռնային Ղարաբաղից տեղահանվող մարդիկ էին պատմում։ 9-ամսյա բլոկադայից հետո 2023-ի սեպտեմբերին ադրբեջանական հարձակման հետևանքով Ղարաբաղում զոհվեց 223 մարդ, որոնցից 25-ը խաղաղ բնակիչներ էին։ Զոհերի թվում 5 երեխա կար։ Վիրավորվել էր 244 մարդ, այդ թվում քաղաքացիական անձինք, 20 հոգի անհետ կորավ։ Այս տվյալները Ադրբեջանի ագրեսիայից մի քանի ամիս անց հրապարակել էր Քննչական կոմիտեի նախկին նախագահը հանրայինի եթերում։ Ադրբեջանական կողմը հաղորդել էր առնվազն 191 զոհի մասին։ Կրակի դադարեցմանը զուգահեռ Բաքուն հայտարարում էր, որ Ղարաբաղի հայերի ինտեգրման ծրագիրը պատրաստ է, ինչից կարճ ժամանակ անց սկսեց Ղարաբաղի հայաթափումը։ Լեռնային Ղարաբաղի ռազմաքաղաքական ղեկավարները այդ օրերին գերեվարվեցին, եւ 2.5 տարի է Ադրբեջանը ոչ միայն ազատ չի արձակում նրանց, այլև դատապարտել է ծանրագույն հոդվածներով ընդհուպ մահազատազրկման։ Գյուղում Գանձասարն է մեր գյուղը։ Թուրքերը կան այնտեղ, ահագին զոհ են տվել գյուղից։ Ինչ ասեմ։ Մեր հողը, մեր ջուրը, մեր օդը եկան մեզ
կոտորեցին, գրավեցին։ Ամեն դրվագ հերոսականությունը մարտական բազմաթիվ հենակետեր ուղղակի մինչև վերջին զինվորը նահատակվել է։ Եթե փախնելու մասին է, թող Նիկոլ Փաշինյանի զանգի Սուրեն Պապիկյանին ու հետաքրվի Սուրեն Պապիկյանի խորհրդական Կամո Վարդանյանից։ Փախել են թե չէ։ Թող արդեն են արցախցի գեներալների, զինվորականների, որ այսօր ծառայություն են իրականացնում, որ եղել են մինչև վերջին օրը պաշտպանության բանակի զինծառայողներ, փախել են թե չէ։ Բավարար է արդեն մեր ժողովրդին սնենք նոր ցեղասպանությունների մասին տվյալներով։ Այսօրվա ճեպազրույցում վարչապետ Փաշինյանն ասում էր, ցեղասպանությունների մրցավազքը պետք է դադարեցնել, իսկ նախքան Լեռնային Ղարաբաղի հայաթափումը ամիսներ շարունակ հենց ինքն էր պնդում, որ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի հայության ցեղասպանությունն է նախապատրաստում։ Սեպտեմբերյան դեպքերից հետո տեղի ունեցած էթնիկ զտում որակող վարչապետը այսօր այդ նույն ձևակերպման օգտագործումը վնասակար համարեց, պատճառաբանելով, թե Ադրբեջանից էլ նույն ձևով կարձագանք են։ Բայց պաշտոնական Երևանի այս զգուշավորությունը չի խանգարում Բաքվին պարբերաբար այսպես կոչված Խոջալույի ցեղասպանության մասին բարձրաձայնել, իսկ 2 տարի առաջ բանը հասավ նրան, որ Ալիևը Հայաստանից ճանաչում պահանջեց։ Ես այդ խոսույթը համարում եմ վնասակար, որովհետև մենք կարանք ասենք էթնիկ զտում, իրանք էլ դրա ասցի հայլային ստանանք էթնիկ զտում, հետո ցեղասպանություն, հայլային ցեղասպանություն, հայլային ամեն ինչը հայլային, դա նշանակում է մուտք գործել կոնֆլիկտի ճանապարհ։ Ես որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ ընդհանրապես հրաժարվում եմ այսպես կոչված պատմական արդարության վերականգնման օրակարգից։ Մենք ինչքան գնացինք պատմական արդարության հետևից, այնքան առերեսվելու ենք նորանոր պատմական անարդարությունների։ Մինչև իմ հրաժարականի օրը Հայաստանի պետության դիրքորոշումն է եղել, որ Արցախում տեղի է ունեցել էթնիկ զտում։ Մինչ 2024-ի մարտ ամիսը հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնում Փաշինյանի եւ նրա թիմի հետ աշխատած հայ-ադրբեջանական բանակցություններին մասնակցած Էդմոն Մարուկյանն է պնդում, ինչ փոխվեց, որ Հայաստանի ղեկավարը այդ պնդումը այլևս չի անում։ Հայաստանը ունի հանձնարարություն Ադրբեջանից, Ալիևից, որ պետք է էթնիկ զտում չասեք, մաքրեք մեր վրայից այս վերքերը, արդարացնեք մեր գործողությունները, որպեսզի իրենք միջազգային քրեական կամ այլ տեսակի անգամ ապագայում պատասխանատվություն չկրեն։ Քննչական կոմիտեում Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի բնակչության նկատմամբ իրականացված ցեղասպանության հոդվածով գործեր էին քննվում։ Այսօր փորձեցինք ճշտել ինչ փուլում են, արդյոք քննվում են, թե կարճվել են։ Քննչական կոմիտեից 2 հարցն էլ առանց մեկնաբանության թողեցին։ Կրկին միջադեպի կենտրոնում է հայտնվել ազգային ժողովի նախագահը, ըստ հրապարակված կադրերի Ալեն Սիմոնյանը խորհրդարանի առջև հավաքված մի քանի ցուցարարների հետ վիճաբանության ընթացքում հայհոյանքով է պատասխանել իր հասցեին հայհոյանքին։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի եւ քաղաքացի Միքայել Մարգարյանի մասնակցությամբ այսօր միջադեպ է տեղի ունեցել խորհրդարանի հարևանությամբ, հնչել են փոխադարձ հայհոյանքներ։ Միքայել Մարգարյանի Facebook-յան էջի ուղիղ եթերից պարզ է դառնում, որ Ալեն Սիմոնյանի հետ վեճը սկսում է այն բանից հետո, երբ խորհրդարանի նախագահը հրաժարվում է խոսել Մարգարյանի հետ։ Բարև ձեզ։ Զրուցենք։ Իսկ քո հետ որ հիմա սենց եք անում ես ժողովրդի, ինչին արժանիշ եմ։ Կոնկրետ սրան տանեք, վախում ես։ Խոսա ինձնից։ Անձամբ ինձնից ընենց վախում արել ասելու չի։ Արա, քիշերը դու չես քնելու, կամ քնելու ես, բերտերում ես քնելու, արա։ Լսում ես։ Արան դու ես։ Ձեռներդ հլը ասում եմ։ Թռի արա ի թռած։ Արցախինա թռած թե դու կարա։ Քրֆուր է տալի արա։ Փողոցից դուրս եկեք։ Ես վրադի 10 անգամ ավել կքրֆեմ արա։ Վիճաբանության ընթացքում հնչում են սեռական բնույթի փոխադարձ հայհոյանքներ, լսվում է, թե ինչպես է հայհոյում նաև Ալեն Սիմոնյանը։ Քաղաքացու Facebook-յան էջի ուղիղ եթերից պարզ է դառնում, որ հայհոյանքներից հետո Միքայել Մարգարյանը բերման է ենթարկվում։ Փորձեցի զրուցել Ալեն Սիմոնյանի հետ, շատ բարյացակամ, կանգնել են, որպեսզի թիկնապահները չանհանգստանան։ Ալեն Սիմոնյանը հրաժարվեց, կոպտեց, արան հերետը արտահայտությունով ստացավ բազում այլ պատասխաններ, բազում, որի համար ինձ հիմա չգիտեմ, հավանաբար բերման են ենթարկելու։ Բերման եք ուզում, ինչի համար, Սավատան, ինչի համար։ Հա, հասկացեք, հետո բերման ենթարկեք, արդեն ավտոն կանչվեց, որ բերման ենթարկեք։
Ա չեմ սպասում, է աղբերս, սավը տանը։ Ման երնեմ սրտիտ, ասա ինչի համար է ասում։ Չէ, դու տանում ես, հետո իմանաս։ Միջադեպից հետո ներքին գործերի նախարարությունից Ազատությանը փոխանցեցին, որ փողոցից 2 անձ ներկայացվել է համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժին, թե ինչ հիմքով են քաղաքացիները բերման ենթարկվել, պարզ չէ։ Ոստիկանությունն այս պահին հրաժարվում է այլ մեկնաբանություն տալ, սակայն անհետ կորածի հարազատ Արսեն Ղուկասյանն Ազատությանը փոխանցեց, որ բերման ենթարկվածներն են ակտիվիստ Միքայել Մարգարյանը եւ Արսեն Վարդանյանը, ով համահայկական ճակատ կուսակցության անդամ է։ Ղուկասյանի փոխանցմամբ անհետ կորած զինծառայողների հարազատները արդեն մի քանի օր է հավաքվում են խորհրդանի շենքի առջև, պահանջելով ազգային ժողովից հրապարակել 44-օրյա պատերազմի զեկույցը, որն այդպես էլ հանրությանը չներկայացվեց եւ ուղարկվեց ազգային ժողովի գաղտնի բաժին։ Այսօր էլ հավաքվել էին փորձելով պատգամավորներից տեղեկանալ, թե նրանք ինչ են մտածում իրենց պահանջի մասին։ Նիկան ասեց փախնում է Սարա, Ալենին, դնում ասեց Արան հերը տա։ Ու դից Նիկանն իրան պատասխանեց իրան։ Հայոյեց։ Հիմա ինչ եղավ, դա արդեն ես այդպես ունդերել հետո ես Ալենին եմ կանգնեցնում, ասում ինչ էլ էս չի биш սարքեցի, քիչ դարավստը, բանջի քֆուրա տալի, չգոս քֆուրա տալի, ասում ինքն էլ ինձ արդեն իմ երեսին նայելով, ասում ով որ ինձ քֆում է, ես էլ իրան ինքն էլ է քֆու տալի իմ ներկայությամբ արդեն։ Հա, ձեր ներկայությամբ հայոյում է։ Ալենին ներկայությամբ հայոյում է Միքա, ես էլ ուրեմն ասում ով բարային ընկերոջը քֆու տալու չտա, ես էլ իրան։ Դուք էլ եք հայոյում։ Չէ, ես մեղ շոյանքներ եմ անչեսում։ Բայց Ալեն Սիմոնյանն էլ հետո ձեզ է հայոյում։ Անդե Ալեն Սիմոնյանը աչուձախ սաղին էլ հայոյում է, մերեն բանին էլ էտ Արսեն Վարդանյանին էլ հայոյեց, դրանից Արսենը իրան պատասխանեց։ Ալեն Սիմոնյանն առայժմ չի արձագանքել այս միջադեպին։ Նա տարիներ առաջ մեկ այլ աղմկահարույց միջադեպի մեջ էր հայտնվել, երբ թքել էր իրեն դավաճան անվանած քաղաքացու դեմքին, որից հետո ներողություն խնդրեց, սակայն որևէ պատասխանատվության չի ենթարկվեց։ Եվրոպաներ առաջ խորհրդարանի խոսնակը Facebook-յան ուղիղ եթերում խոսեց միջադեպի մասին, այն որակելով սադրանք, Ալեն Սիմոնյանը հայոյանքին հայոյանքով պատասխանելու համար ներողություն չխնդրեց։ Թեմերչյան փողոցի վրա այսօր մի սադրանքների շարանի միջով եմ անցել, բայց մի բան պետք է ասեմ, ուրեմն նախ շատ ցավալի է եւ շատ զզվելի է, որ այդ մարդկանց ցավը, իսկ այդ մարդկանց մեջ բազմաթիվ մարդիկ կան, որոնք որ շատ ծանր իրավիճակում են գտնվում, որ այդ մարդկանց ցավը որոշ քաղաքական միավորներ ու որոշ մարդիկ փորձում են օգտագործել իրենց քաղաքական նպատակներով, իրենց լայվերը, իրենց, չգիտեմ, քաղաքական վարկանիշը բարձրացնելու համար եւ նման սադրանքների են դիմում, այսինքն հենվելով այդ մարդկանց ցավի, այդ մարդկանց էմոցիայի վրա փորձում են նման սադրանքներ իրականացնել։ Ես ցավում եմ դրա համար եւ պետք է ասեմ, որ չի անցնելու այդ սադրանքները։ Այո, դժվար է, ինձ էլ է դժվար էմոցիոնալ առումով, մարդկային առումով նման իրավիճակներում հայտնվելը եւ հույս ունեմ, որ յուրաքանչյուր քաղաքացի, ով հիմա լսում է, մոտավորապես նայելով տեսանյութերը կարող է պատկերացնել այդ իրավիճակը, որը որ ես ձեզ նկարագրեցի։ Լրատվական կենտրոնն է ուղիղ եթերում, լուրերն անընդհատ թարմացվում են Ազատության Տելեգրամի ալիքում, այժմ էլ հաղորդման երկրորդ հատվածի թեմաները։ Թեհրանն ու Վաշինգտոնը հակասական տեղեկություններ են հայտնում բանակցությունների մասին։ Ինչու այրվեց ճարտարապետական նշանակության կանազի մշակույթի տունը։ Միջազգային լրահոսով շարունակենք, Թեհրանը որոշ փակագծեր է բացում Վաշինգտոնի հետ բանակցություններից, թեև պաշտոնապես դա չեն անվանում բանակցություն, այլ ամերիկյան առաջարկի դիտարկում։ Իրանը նախագահ Թրամփի առջև իր պայմաններն է դնում, մինչ այդ սպառնալով շարունակել պայքարը։ Իրանցի բանակցողները շատ տարբեր են ու տարօրինակ, հայտարարել է Դոնալդ Թրամփը, որը երեկ պնդում էր, թե ԱՄՆ-ն Իրանից մեջբերում եմ ճիշտ մարդկանց հետ է բանակցում պատերազմը դադարեցնելու համար։ ԱՄՆ նախագահն ասել է, որ իրանցի բանագնացները նախ աղաչում են գործարք կնքել, հետո հայտարարում, թե միայն դիտարկում են ամերիկյան առաջարկները։ Սխալ են գործում, ավելի լավ է շուտ լրջանան, քանի ուշ չէ։ Սոցցանցում սպառնացել է նա Իրանին անվանելով խելագար երկիր։ Թրամփը նաև դժգոհել է ՆԱՏՕ-ի անդամներից, որոնք ըստ նրա բացարձակապես ոչնչով չեն օգնել ԱՄՆ-ին Հորմուզի նեղուցում
Իրանիցն ավելի անվտանգությունն ապահովելու համար, ինչը նրա խոսքով երբեք չեն մոռանա։ Մինչ այդ էլ նա հայտարարել էր, թե իրանցիները չեն խոստովանում, որ բանակցում են, քանզի վախենում են սեփական ժողովրդից։ Իդեպ, նրանք բանակցություններ վարում են եւ շատ են ուզում համաձայնության գալ, բայց նրանք վախենում են դա ասել, քանի որ կարծում են, որ սեփական ժողովուրդը կսպանի իրենց։ Նրանք նաեւ վախենում են, որ մենք կսպանենք իրենց։ Ամերիկյան լրատվամիջոցները գրում են, որ Թրամփի վարչակազմը գաղտնի կերպով որպես բանակցային հնարավոր գործընկեր եւ գուցե նաեւ Իրանի ապագա առաջնորդ է դիտարկում խորհրդարանի պահպանողական խոսնակին։ Ըստ այդ հաղորդումների, պատերազմի առաջին իսկ օրվանից նախկին հոգեվոր առաջնորդ Ալի Խամենեիի սպանությունից հետո Վաշինգտոնը փորձում է շփման եզրեր գտնել Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆի հետ, որին Սպիտակ տան առնվազն մի քանի պաշտոնյա հնարավոր գործընկեր է համարում։ Վաշինգտոնը պաշտոնապես չի հաստատել սա։ Իրանի նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին վիրավորվելուց հետո դեռ չի ներկայացել հանրությանը եւ դրանով կասկածներ է հարուցել առայն թե արդյոք առհասարակ ողջ է կամ ի վիճակի է կառավարել երկիրը։ Իրանական Թասնիմ գործակալությունը իր աղբյուրներին հողոմանելով հաղորդում է, որ Թեհրանն այսօր պաշտոնապես պատասխանել է ամերիկյան առաջարկներին, որոնք 15 կետից են բաղկացած։ Դրանց բովանդակության կամ իրանական արձագանքի մասին գործակալության աղբյուրները որևէ տեղեկություն չեն հաղորդում։ Իրանի արտգործնախարարն ավելի վաղ հայտարարել էր, որ Ամերիկան վերջին օրերին միջնորդների միջոցով տարբեր ուղերձներ է փոխանցել, որոնց վերաբերյալ Թեհրանն արտահայտել էր դիրքորոշումը։ Սակայն ըստ Աբբաս Արաղչիի դա չի նշանակում, որ Իրանը բանակցում է ԱՄՆ-ի հետ։ Իրանի գլխավոր դիվանագետը նաև ասել էր, որ երկրի բարձրաստիճան իշխանություններն ուսումնասիրում են այդ առաջարկները, իսկ մինչ այդ դիմադրությունը կշարունակվի։ Առայժմ մեր քաղաքականությունն է շարունակել դիմադրել եւ պաշտպանել երկիրը։ Այս պահին մենք բանակցություններ վարելու մտադրություն չունենք եւ որևէ բանակցություն տեղի չի ունեցել։ Արաղչին նշել էր, թե միայն փաստը, որ ԱՄՆ-ն արդեն խոսում է բանակցելու մասին, ինքնին պարտության խոստովանություն է, հատկապես որ Վաշինգտոնը մինչ այդ Թեհրանից պահանջում էր անվերապահորեն հանձնվել։ Իրանը ցանկանում է, որ պատերազմն ավարտվի, սակայն իր պայմաններով, հավելել էր նա։ Իրանական պետական պրես TV-ին երեկ հայտնել էր, որ Թեհրանը մերժել է ԱՄՆ առաջարկները եւ 5 պայման առաջ քաշել՝ դադարեցնել ագրեսիան, երաշխավորել, որ պատերազմը չի կրկնվի, վնասների փոխհատուցում վճարել, դադարեցնել պատերազմը տարածաշրջանում Իրանի պրոքսիների դեմ եւ միջազգայինորեն ճանաչել եւ երաշխավորել Հորմուզի նեղուցի նկատմամբ Իրանի ինքնիշխան իրավունքը։ Բանակցությունների վերաբերյալ Թեհրանից եւ Վաշինգտոնից հնչող հակասական հայտարարությունների ֆոնին Իսրայելը պատերազմի 27-րդ օրը շարունակել է հարվածներն Իրանին եւ Լիբանանին, կան զոհեր եւ վիրավորներ։ Իսրայելի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ իսրայելական հարվածից սպանվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերի հրամանատար Ալի Ռեզա Թանգսիրին, որը վերահսկում էր Հորմուզի նեղուցի բլոկադան։ Նա այս պաշտոնում նշանակվել էր 2018-ին, մինչ այդ 2010-ից ի վեր եղել է ռազմածովային ուժերի հրամանատարի տեղակալը։ Իրանն իր հերթին հարվածել է իսրայելական ռազմական կառավարման կենտրոնի, նաև միջուկային ենթակառուցվածքների։ Պարսից ծոցի երկրներին հարվածները եւս շարունակվել են։ Իրանի հայտարարությունից հետո, որ Թեհրանն ու Վաշինգտոնը չեն բանակցում, նավթի գինը կրկին բարձրացել է, հասնելով $107 մեկ բարելի դիմաց։ Պատերազմի սկսվելուց ի վեր նավթը թանկացել է մոտ 40%-ով։ Դեռ փակ է Հորմուզի նեղուցը, որտեղով անցնում է աշխարհում սպառվող նավթի մոտ 20%-ը։ Տարբեր գնահատականներով նեղուցում դեռ 2000-ից ավելի նավ է արգելափակված։ Իրանական լրատվամիջոցները հաղորդում են, որ խորհրդարանը պատրաստվում է օրենք ընդունել, որով նեղուցով անցնելու համար վճար կսահմանվի։ Առևտրի համաշխարհային կազմակերպության տնօրենը հայտարարել է, որ համաշխարհային առևտրի համակարգը վերջին 80 տարիների ընթացքում մեջբերում եմ ամենավատ խափանումներին է բախվում պատերազմի պատճառով։ Իրանում պատերազմի հետևանքով առ այսօր սպանվել է 1937, վիրավորվել 24800 մարդ։ Լիբանանում սպանվել է 1094, վիրավորվել 3119 մարդ։ Իսկ Իսրայելում սպանվել է 19, վիրավորվել 5226 մարդ։ Զոհեր եւ վիրավորներ կան Պարսից ծոցի այլ երկրներում։ Պատերազմի հետևանքով Մերձավոր Արևելքում մոտ 4 միլիոն մարդ է տեղահանվել։ Վլադիմիր Զելենսկին ասել է, որ Միացյալ Նահանգներն իրենց առջև պայման է դրել դուրս բերել զորքերը Դոնբասից անվտանգության երաշխիքներ ստանալու համար։ Ուկրաինայի նախագահը սակայն կրկին պնդել է, որ դա կսպառնա ամբողջ Եվրոպայի անվտանգությանը, քանի որ կհանգեցնի տարածաշրջանում ամուր պաշտպանական դիրքերի փոխանցմանը Ռուսաստանին։ Հայաստան վերադառնանք, առավոտից ձերբակալություններ են Վանաձորի քաղաքապետարանում կաշառքի գործով 10 մարդ է բերման ենթարկվել, ներկա ու նախկին պաշտոնյաներ։ Իրավապահները 2 տարի առաջ խուզարկել էին եկամուտների հավաքագրման բաժինը, որի ղեկավարը հրաժարական էր տվել, նրա փոխարեն այդ պաշտոնում նշանակվել էր կինը։ Այսօր Վանաձորի համայնքապետարանի նախկին ու ներկա 7 պաշտոնյա ու եւս 3 անձ է ձերբակալվել կաշառք ստանալու, տալու, խմբով պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ խարդախության մեղադրանքներով։
Գործողությունը հակակոռուպցիոն կոմիտեն է իրականացրել քաղաքապետարանի ձերբակալված աշխատակիցները առևտրի, սպասարկման, եկամուտների հավաքագրման, ինչպես նաև համատիրությունների աշխատանքը համակարգող բաժիններից են։ Քաղաքապետարանի մամուլի քարտուղար Աստղիկ Ավետիքյանը պնդեց, թե քիչ բան գիտի գործից։ 2023 թվականին հարուցված գործի վերաբերյալ է եղել այս այցը, կարծեմ ինչքանով տեղյակ են վկայության համար են կանչել բերման ենթարկվածներին, մնացած մասով ոչինչ ասել չեմ կարող։ Ձերբակալվածներից մեկը եկամուտների հավաքագրման բաժնի նախկին պետ Արմեն Այվազյանն է։ Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչները նրա ղեկավարած բաժին նաև 2 տարի առաջ էին մտել ու խուզարկություն արել։ Այվազյանին ու իր ենթականերին դարձյալ բերման էին ենթարկել ու քրեական վարույթ հարուցել։ Ազատության տեղեկություններով այն ժամանակ քննիչների կասկածները վերաբերում էին համայնքին պատկանող հողատարածքների վարձակալության գործարքներին։ Մինչ օրս, սակայն, այս գործով մեղադրյալներ չկային։ Այվազյանը մեկ ուրիշ կաշառքի գործով էր մեղադրյալ դարձել անցած տարեվերջին։ Նա ձերբակալվել, հետո ազատ էր արձակվել։ Դրանից հետո իր դիմումի համաձայն ազատվեց աշխատանքից ու համայնքապետի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը նրա փոխարեն այս պաշտոնին հենց Այվազյանի կնոջը Լիլիթ Հովսեփյանին նշանակեց։ Վերջինս այսօր հրաժարվեց պատասխանել ազատության հարցերին, չխոսեցին նաև նրա ղեկավարած բաժնի աշխատակիցները։ Ինչ կարգավիճակ ունեն, դուք գիտեք, ձերբակալել են թե ուղղակի բերման են։ Բայց դուք էստեղ եք գործարան։ Ամեն մեր սենատում ենք։ Իսկ շատերին սովորական աշխատողների հետ թե մենակ շեֆերին են տարել։ Տեղեկություն մանրամասն ունեմ։ Առավոտյան բերման են ենթարկել ձեր գործընկերներին, ինչով է պայմանավորված։ Արդյոք այսօրվա ձերբակալությունները Լիլիթ Հովսեփյանի ամուսնուն Արմեն Այվազյանին վերաբերող 5 գործին է առնչվում, թե կաշառքի նոր դեպքեր են։ Հակակոռուպցիոնից դեռևս չեն պարզաբանում։ Այվազյանը դեռ անցած տարի պնդում էր, թե իր դեմ հարուցված քրեական գործն անհիմն է ու կեղծ։ Մարմինները, ովքեր ուսումնասիրում են իմ գործը, ըստ իրենց պարզել են, որ 2.5 տարի առաջ նկարահանված տեսաձայնագրության մեջ ի հայտ է եկել կաշառքի հնարավոր դեպք, որը, ասեմ, իմ հետ ընդհանրապես կապ ունենալ չի կարող, եւ մեղադրանքի մեջ մեղադրանքը, որ ստացել եմ, գրված է չպարզված գումարի կաշառք։ Այսօր համայնքապետի պաշտոնակատար Արկադի Փելեշյանի աշխատասենյակում քաղաքապետարանի այլ պաշտոնյաներ էին։ Մեր այցելության պահին նրա աշխատասենյակ մտավ Վանաձորի ավականու ընդդիմադիր Մամիկոն Ասլանյան խմբակցության անդամ Սեյրան Ղամբարյանը, որ չնայած իր թիմակիցների բոյկոտին մասնակցում է ավականու արտահերնիստերին, որոնք տեղի են ունենում իշխանականների նախաձեռնություններով։ Չէ, դե լավ չի որ կանչում, բայց կարող է ինչ-որ լավ նպատակով են կանչում։ Հա, ինչ օրինակին լավ նպատակ կարող է պարգևատրեմ են, որ լավ են աշխատել։ Հա, հակակոռուպցիոն կոմիտեն։ Հա, կարող է։ Հիմա ինչ հարցով եք գնում։ Դա քեզ չի վերաբերվում։ Վանաձորում ժամանակավոր կառավարումը 2021 թվականից, երբ տեղական ընտրություններից հետո ամենաշատ թվով ձայներ ստացած Մամիկոն Ասլանյանը կոռուպցիոն մեղադրանքներով կալանավորվեց։ Ազգային ժողովում օրենքի փոփոխություններով վարչապետն իրավունք ստացավ համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար նշանակել։ Դրանից հետո համայնքապետարանի տարբեր աշխատակիցներ տարբեր մեղադրանքներով դատապարտվել կամ դեռ քրեական հետապնդման տակ են։ Մինչդեռ իրավապահների մեղադրանքները երբևէ չեն առնչվել վարչապետի նշանակած Արկադի Փելեշյանին, որ գրեթե 4 տարի ղեկավարում է համայնքը։ Նա դրանից առաջ էլ եւս 4 տարի նախկին քաղաքապետ կոռուպցիոն մեղադրանքներով բանտում անցկացրած Մամիկոն Ասլանյանի տեղակալն էր։ Գիտակցված զոհողության մասին վարչապետի երեկվա հայտարարությունը, որ առաջինը չէր, նորից հույզեր է բորբոքել։ Որդեկորույս ծնողների համար պնդումը, թե պատերազմը հնարավոր էր կասեցնել, նշանակում է հնարավոր էր փրկել իրենց տղաների կյանքը։ Գիտակցված զոհողության մենք գնացել ենք 2020 թվին, դրա համար է, որ դրա արդյունքում ձեռք ենք բերել պետություն եւ անկախություն։ Ինքը պարզ տեքստով ասում է, որ այո, ես դիտավորյալ տվել եմ ձեր երեխեքին սպանդի։ Ես ուզում եմ դիմեմ մեր 5000 ծնողներին եւ ավել ծնողներին։ Ծնողներ ջան, այս էլ որերորդ անգամ է Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ այո, դիտավորյալ տվել եմ մեր երեխեքին սպանդի։ Ինչքան պետք է լռենք։ Փաշինյանի կառավարման օրոք պայթած պատերազմում Գայանե Արզումանյանն իր 20-ամյա որդուն է կորցրել։ Վարչապետի երեկվա խոսքերը ազգային ժողովի ամբիոնից որդեկորույս մորն էլի ցնցել են։ Ամեն անգամ ինքը մեր թաց վերքի վրա աղա լցնում ու ամեն անգամ էս իր հայտարարություններով մեզ
տանում խելագարության է։ Իսկ այդ գիտակցված զոհողության գնով ինչ անկախություն ու պետություն է ձեռք բերել Փաշինյանը։ Այսօրվա Հայաստանը, որ ինքնիշխան տարածքում ադրբեջանցիները դիրքեր են կառուցում, Փաշինյանին է դիմում որդուն կորցրած մայրը։ Պարտության տարած ղեկավարը խոսում է անկախությունից, խոսում է պետականությունից։ Գայանեի որդին Հակոբ Եղիազարյանը զորացրվելուց 3 ամիս առաջ է զոհվել Շուշիում։ Մարմինը գտել է նոյեմբերի 9-ի հրադադարի հայտարարությունից ամիսներ հետո։ Ու ինքն էլ դրանից հետո բազմաթիվ անգամ հայտարարել է ամբիոնից, որ այո, ինքը գիտեր, որ Արցախը Ադրբեջանի մաս է։ Բա որ Ադրբեջանի մաս էր։ Մեր տղաներին ինչու տարար Արցախ, ինչու տարար զոհելու։ Այսինքն ինքը ըստ էության ընդունեց, որ այնինչ կատարվել է 2020 թվականի ընթացքում, իսկ հասկանում ենք, որ դա 44-օրյա պատերազմի ընթացքն է, այն ամեն ինչը, որ կատարվել է, իր դիտավորյալ զոհողությունների արդյունքն է։ Փաշինյանի երեկվա հայտարարությունը հանցագործության մասին ինքնախոստովանություն է, ասում են զոհվածների ծնողներն ու հարազատները, այսօր հանցագործության մասին հաղորդում ներկայացրին գլխավոր դատախազություն։ Փաստաբան Վահան Հովանիսյանի մեկնաբանմամբ վարչապետի այս հայտարարությունը հանցագործություն է քրեականորեն զգրքի 2 հոդվածով։ Առնվազն 2 հանցանքի հատկանիշներ առկա են՝ պետական դավաճանություն, որը դրսևորվում է թշնամուն օգնություն ցույց տալով, դիտավորյալ գործողություններով, եւ երկրորդը մարդկանցության դեմ ուղղված, մարդկության դեմ ուղղված հանցագործություններ, այսինքն պատերազմի ընթացքում դիտավորյալ այնպիսի գործողություններ կատարել, որոնք հանգեցնում են սպանությունների, խոշտանգումների եւ այլն։ Հիմա ո՞նց կարող է ծնողը, ով երեխա է կորցրել, չգնա մինչև վերջ, չպահանջի այն պատասխանը։ Գլխավոր դատախազությունից ակնկալիքներ չունեն, որ Փաշինյանին մեղադրանք կառաջադրեն, բայց հանգիստ նստել էլ չեն կարող, պետք է պայքարել, ասում են։ Ինքը եւ իր կողքի կանգնածները պետք է պատասխան տան, պետք է օրենքի առաջ պատասխան տան, պատժվեն, դատվեն։ Երեկվանից տեղս չեմ գտնում։ Իհարկե 20 թվականից սկսած, բայց երեկվանից տեղս չեմ գտնում։ Սա Փաշինյանի միակ հայտարարությունը չէ, որ որդեկորույս ծնողներին գլխավոր դատախազության դուռն է հասցրել։ 3 տարի առաջ էլ այս հայտարարության համար էին պահանջում, որ նրանք քրեական պատասխանատվության ենթարկեն։ Այսինքն, կարող ենք այսօր ասում են կարող ենք կանխել պատերազմը։ Կարող ենք կանխել պատերազմը, որի արդյունքում մենք ունենայինք այս նույն վիճակը, իհարկե առանց զոհերի։ Որ եթե պետք է նույն արդյունքը լիներ, ինչի տարար մեր երեխաներին սպանդի, ինչի տարար 5000 երեխա անմեղ երեխեքին, ինչի տարար դու սպանդի, դիտավորյալ։ Բառացի խոստովանումը, որ ես եմ պետությունը, Արցախը հանձնողը, ես եմ ժողովրդին կոտորողը, ես եմ ինչ ուզեմ կանեմ ու դուք ձեն չեք անի։ Ես առաջի օրվանից ասել եմ, սա կազմակերպված անկազմակերպվածություն ա եղել պատերազմի ժամանակ, սա հատուկ կազմակերպված սպանդի են տարել մեր տղաներին։ Պատերազմում զոհված ժամկետային Հայկ Մկրտչյանի մայրը չի զարմացել վարչապետի վերջին ելույթից։ Նրան վախեցնում են ապագայի մասին Նիկոլ Փաշինյանի խոստումները։ Փորձում են վախ տարածեն, որ եթե իրանց չընտրի ժողովուրդը, ուրեմն պատերազմա լինելու, ուրեմն վերացնելու է, բայց չեն ասում էլի, որ եթե իրան կընտրվեն, ինչ է լինելու։ Պետություն չենք ունենալու։ Երեք այրված կանազի մշակույթի տան շենքը ճարտարապետական հուշարձանների ցանկում էր ընդգրկվել, բայց ըստ ականատեսների վերջին տարիներին լքված էր, անտերության մատնված, հակահրդեհային համակարգի մասին խոսք անգամ չկա։ Երևանին է վերադարձել կանազ մշակութային եւ սպորտային համալիրը։ Շնորհավորում եմ մեզ այդ առիթով։ Պատմամշակութային հուշարձանների ցանկում ներառված կանազ մշակույթի տան քաղաքապետարանին վերադարձնելու համար Տիգրան Ավինյանի շնորհավորանքներից 2 տարի անց 1958 թվականին կառուցված բացառիկ շենքը կրակի ջիրաններում հայտնվեց։ Խոշոր հրդեհ բռնկվեց 3 երեկոյան։ Սաղ կրակի օջախները կա։ Այժմ մշակույթի տան միայն արտաքին պատերն ու ճակատն են կանգուն ու քիչ թե շատ անվնաս մնացել։ Ներքին հարդարանքն ամբողջությամբ վնասված է, տանիքը փլված։ Թե ինչու ու ինչ հանգամանքներում է բռնկվել հրդեհն առայժմ պարզ չէ։ Քննչական կոմիտեն վարույթ է նախաձեռնել հրկիզման եղանակով գույքը վնասելու հոդվածով։ Իրավապահները հայտնում են համալիր փորձաքննություն կանցկացնեն։ Կան մեղադրյալներ, ովքեր են ներգրավված անձինք, քննչականը մանրամասներ չի հայտնում, տեղեկացնելով, որ այժմ
նախաքննություն է ընթանում։ Մեկ բան, սակայն, պարզ է, չնայած քաղաքապետ Տիգրան Ավինյանի մշակույթի տունը հիմնանորոգելու 2 տարի առաջ արած հայտարարությանը, բացառիկ կառույցն այդ շրջանում անուշադրության է մատնվել։ Պետք է խնդրեմ նոր հանձնարարական ֆիքսենք ամբողջ համալիրի հիմնանորոգման համար, որպեսզի նաև քննարկենք հետագա օգտագործման նպատակները համալիրի։ Ամենայն դեպս տիրությունն անող չեղավ, ոչ միայն չեղավ, այլ բոմժեր, երեխեք, խուլիգաններ, տարբեր մարդիկ լցված էին այդտեղ։ Զիբիլյանուս էին դարձել։ Աշոտ Ստեփանյանը տեսել է, թե ինչպես է հրդեհվել շենքը։ Վարկած ունի, որ գուցե կոտրված ու բաց դռներով ներս ու դուրս անող մարդկանց արածի հետևանք է։ Այս դուռը տեսնում եք, այդ դռնից մուտքու ելք, այն դիմացի բաները տեսել եք երևի քանդել են, այս անկյունից մուտք ունեն էլի։ Այն, որ Արաբկիրի Լամբադայի կամրջի հարևանությամբ գտնվող կառույցը, որը նախկինում մայրաքաղաքի մշակութային կյանքի անբաժանելի մասնիկներ հիմա լքված է, տարբեր մարդիկ էլ ակտիվորեն ներս ու դուրս են անում, վկայում են պատերին արված մեծաթիվ գրությունները։ Ասապանիրից մինչև ինձ գոնե մի քիչ ջերմություն տուր։ Ինչու քաղաքապետարանը իր ենթակայության տակ գտնվող պատմամշակութային հուշարձանը պահպանելու ուղղությամբ քայլեր չէր ձեռնարկել։ Ինչու տարածքը չեն հսկել։ Հարցերը շատ են։ Քաղաքապետարանի տարածած պարզաբանման տեքստում, սակայն հստակ պատասխաններ չեն գտնում։ Ընդունում են, շենք տարբեր մարդիկ են մտել դուրս եկել։ Դրան հակազդելու իրենց գործողությունների մասին ոչ մի խոսք։ Ազատության ճշգրտող հարցին, թե ինչ քայլեր է ձեռնարկել քաղաքապետարանը, հավելեցին, կարգազանցները փականը կոտրել են, իրենք իմացել ու վերականգնել են, հետո էլի կոտրել են, իրենք դարձյալ վերականգնել։ Այսինքն քաղաքապետարանը պատմամշակութային հուշարձանը հսկել է միայն փականներ վերականգնելով։ Թաղամասի բնակիչները սրտացավ են մշակույթի տան նկատմամբ ու ահազանգել են տեղի ունեցողի մասին։ Լյովա Վարդանյանը մի քանի ամիս առաջ ուղիղ ոստիկանություն էր գնացել այս հարցով, սակայն ոչ մի արձագանք։ Ասել եմ եկեք տիրություն արեք, էլի դռները ջարդում են, փաշում են, չեկան, դե լավ շենք էր, տիրություն չարին, ընդ անտեր ու դուս։ Վարդանյանը նույնիսկ ցանկացել է անձամբ հսկել շենքը, սակայն չգիտեր ում դիմեր այս հարցով։ Ես ուզում էի թե պահակ աշխատեի, որ գոնե դեր չտան, մարդ չկար, որ ասեի, թաղապետ գնամ, ինչ չեն լսի, բան չեն անի։ Մշակութային համալիրը 2017-ին 10 տարով անհատույց օգտագործման էին տվել Հայաստանի ժողովրդական արտիստ Հրանտ Թուխատյանի ղեկավարած հիմնադրամին։ Նա խոստացել էր ներդրումներ կատարել ու շենքը դարձյալ մշակութային աշխույժ կենտրոն դարձնել։ Տարիներ անց, սակայն քաղաքապետարանը վերադարձրել էր շինությունը, պնդելով, թե ներդրումները չեն իրականացվել։ Բնակիչները մինչդեռ պատմում են, Թուխատյանի հիմնադրամը գոնե գործ արել է, իսկ քաղաքային իշխանությունները ոչինչ։ Թուխատյանը այդ կրիշը ծարգեց ու թողեց գնաց։ Կրիշ արել է։ Քաղաքապետարանը հայտարարում է, թե իրենց համար կանանց մշակույթի տան վերականգնում նորակարգային է, վստահեցնում են նոր նախագծով պահպանելու են շինության ճարտարապետական տեսքը։ Այն իր դռները վերաբացելուց հետո կշարունակի որպես կրթական հաստատություն գործել, որտեղ կսովորեն հարյուրավոր երեխաներ։ Երբ կհիմնանորոգվի մշակույթի տունը, որքան գումար կպահանջվի ու ովքեր կիրականացնեն այս աշխատանքները։ Քաղաքապետարանից հայտնում են, այժմ քննարկումներ են ընթանում։ Սա թվարկման վերջին տեսանյութներ, օրվա մյուս լուրերի համար բաժանորդագրվեք Ազատության էջերին սոցցանցերում, կհանդիպենք։